Հանգիստ։ Լևոն Քոչարյանի ելույթը փոթորկեց ազգային ժողովի դահլիճը, իշխանության նյարդերը տեղի տվեցին, երբ ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի վիրավորական արտահայտությանը։ Հաջորդ օրը ինքը գնաց Մոսկվա, եթե չեմ սխալվում, ինձ հետաքրքիր է դուք ինքը նայել եք այդ տեսանյութերը։ Հիմա ով է համբալել է։ Կամ Ալեն Սիմոնյանը, որ իմ կին գործընկերոջը ասում է դուրս կշպրտեմ դահլիճից։ Ալեն Սիմոնյանը թող իմանա, երբ որ ու ուշադրի լինի, երբ որ իրան դուրս շպրտեմ այնտեղից, բարձր անստած շատ ցավոտ արնել։ Հակոբ Աշակյանը հավատացրեց, որ իրենք պահպանում են կոռեկտության սահմանները, հետո անդիմադիր պատգամավորին հորդորեց տեղը նստել ու չխոսել։ Ասեմ, թե մարդիկ ինչ են ասում Ռոբերտ Քոչարյանի մասին։ Մարդիկ ասում են հայրը թուրք է։ Տեղը նստի ու մի խոսի, ես քո խոսալու ժամանակ ստեղս բան է ասում։ Հիմի կհանեմ կշպրտեմ դուրս դահլիճից։ Կհանեմ հիմա քեզ կշպրտեմ դուրս դահլիճից, որովհետև դու խանգարում ես իմ ելույթը Լևոն։ Հանգիստ նստի տեղդ, հանգիստ նստի տեղդ, հանգիստ նստի տեղդ, մատդ էլ իջացրու։ Հանգիստ։ Հանգիստ վալովդ մնա։ Հանգիստ վալովդ ասում։ Նատո, մատդ էլ իջացրու։ Այ քեզ բա։ Հանգիստ։ Ի՞նչ աշխատում դու։ Կրքերը չհանդարտվեցին, հակառակը ընդդիմություն իշխանություն նորից իրար խառնվեցին։ Նախքան այս միջադեպը նիստը փոխադարձ մեղադրանքներով էր սկսվել, իշխանությունը պնդել էր, որ ընդդիմություն նորակարգ չունի, հին ու նորեին հիշել ու քննադատել միմյանց գործելավոճը։ Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, դուք ազնիվ չեք ոչ միայն ձեր էլեկտորատի, այլ նաև ինքներդ ձեզ հետ։ Արթուր Խաչատրյանն ընդդիմադիրների հետ վիճաբանության մեջ մտնելու ցանկություն չուներ, անիմաստ է համարում։ Մարդիկ կան, որ ինչ-որ բան չեն հասկանում։ Նորմալ է։ Մարդկա չի հասկանում, օրինակ, պադուշկա կոնֆետի մեջ տանձի պովիդլով ոնց են մտցնում։ Դա չի հասկանում։ Մարդկա շատ լավ հասկանում է, ինչպես կարելի է էլեկտրամագնիսական ալիքով լիսկավորված մասնիկները արագացնել։ Մարդկա, որ ամեն ինչ հասկանում է, բայց իրան չհասկացողի տեղ է դնում։ Քաղաքացիական պայմանագրի նպատակը կոռուպցիայի դեմ պայքարելը չէ, իմիտացիային ստեղծում անհասցե մեղադրանքներ հնչեցնելու համար, Խաչատրյանի դիտարկումներ։ Վիշինսկին մի հատ խոսքին չի ասում են քննչական գործողությունների արդյունքում պետք է զգույշ լինես, որ քո վրա դուրս չգաս։ Ձեր ֆրակցիայի ղեկավարը ասում է դուք քաղաքական հայդուկ եք, դուք էս եք, դուք սենց կայուն եք, դուք եք քաղաքական քամելիոն եք։ Դու հայն 02-ը որ բրթում էիք, ուրեմն ճիշտ է, այդ Ժիգուլի մասին, հետաքրքիր այն մարդը, որ դեռ Ժիգուլի էր բրթում, ինքը հիմա Մերսեդես քշում է, թե չէ։ Արուսյակ Ջուլհակյանի կարծիքով վերջին օրերին ականատես են լինում երեսպաշտության բացառիկ մի շքահանդեսի, երբ ընդդիմությունը որոշել է պայքարել կոռուպցիայի դեմ։ Ով խոսա կոռուպցիայից, խնդրում եմ դուք խոսեք տանձից եւ խնձորից։ Տանձից եւ խնձորից եւ միայն տանձից եւ խնձորից եւ այս առումով ես ողջունում եմ պարոն Արթուր Խաչատրյանին, որ այսօր վերջապես սկսեց խոսել տանձից, մասնավորապես տանձի պովիդլոից։ Արուսյակ Ջուլհակյանն ուշադիր հետևել է ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի ելույթին, որտեղ նա խոսել էր կոռուպցիոն բացահայտումների ու Անիֆի մասին։ Ասում է, հետևողական եմ ես լինելու Անիֆի մասով, QR նոր ակցիզների հետ կապված գործի մասով։ Ինչ ասեմ, ցմփ հարկելի գործընկերներ, մենք փրկված ենք։ Կոռուպցիայի դեմ պայքարը այլևս հուսալի ձեռքերում է։ Մինչև մեծ աղմուկը Գարդիկ Դանելյանն էր անդրադարձել, թե ինչպես է ընդդիմություն իշխանություն լեզվակռիվը անդրադառնում ազգային ժողովի ռեյտինգի վրա։ Ազգային ժողովի վարկանիշը շատ անգեր։ Մեր հայրենակիցները այս գզվրտոսների ոչ ցանկություն ունեն լսելու, ոչ էլ իրենց հաճելի է։ Իսկ օրակարգում մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներ, ընդդիմությունն Անահիտ Մանասյանին հորդորում էր ավելի համարձակ արտահայտվել։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։